Փառք Նժդեհին։ Պատերազմը արհավիրք է, բայց պատերազմը վերջնական կործանվելու հիմնական պատճառ չի կարող լինել։ Պետությունները, ժողովուրդները կործանվում են, երբ որ իրենք տեր չեն կանգնում իրենց ինքնությանը, իրենց արժեքներին, լեզվին, մշակույթին, պատմությանը, հայրենիքին, որքան էլ նվաճված է լինում այդ հայրենիքը, սա շատ կարևոր է։ Իսրայելի փորձը հենց դա կարևոր է, իրենք Երուսաղեմ ասելով 2000 տարի հետո եկան իրենց հայրենիքում, ուրիշտեղ բան չարեցին, իրենց անապատային երկրում։ Այսօր իրենք կարողացել են արդեն աշխարհի որոշ երկրներում իրենց դրսևորել եւ չխորանանք հрьяաների պահով։ Այսինքն պետությունները վերջնական չեն կործանվում պատերազմից, այլ նրանք կործանվում են պատերազմից հետո իրենց դրսևորած վարքագծով։ Եթե ուրանում են, մոռանում են, թուլանում են, համակերպվում են, հասկանում եք։ Եվ պատերազմում տանուլ տված երկրի ղեկավարները մեծամասամբ հիմնականում նրանք չեն շարունակում իշխանությունը։ Դրանք եթե ինքնասպան չեն լինում, եթե չեն դատապարտվում, անգամ եթե պարզվում է, որ իրենք արել են ամեն ինչ, բանակը զինել են, դիվանագիտական բոլոր խողովակներով ճիշտ աշխատել են, հասկանում եք։ Այսինքն ուղղակի թշնամին շատ զորեղ է եղել, հնարավորություն չի եղել հաղթելու։ Այսինքն մարդը արել է ամեն ինչ, նվիրվել է։ Տեսնում եք Զելինսկին։ Զելինսկին էլ չէ, շատ են առաջարկում, այս զիջի, չի զիջում։ Տեսնում են, որ չի զիջում, ստիպված օգնում են։ Որ Զելինսկին ասել դե լավ, Ղրիմն էլ քեզ, են էլ քեզ, դատարեցնում, կդատարեցնային։ Բայց չի զիջում, տեսնում են, որ չի զիջում, կռվի շարունակում, օգնում են։ Որտեղ ռուսին չեն օգնելու։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, եթե պատերազմից հետո պետության ղեկավարը մնում է պատերազմի ժամանակվա ղեկավարը, այսինքն պարտություն կրած ղեկավարը, հաղթած ղեկավարը չէ՞ էլի։ Եթե պետությունը պարտվել է ու այդ ղեկավարը մնում է, ուրեմն ինքը մնացել է հաղթող երկրի պետության ղեկավարի կամքով։ Որովհետև նամանավանդ երբ որ ինքը խոսում է սցենարով պատերազմի մասին, Նիկոլը, չէ՞ ասում է, այս պատերազմը սցենարով է, ինքն էլ խաղացել է այդ սցենարը։ Ինքը այդ կինոյի տղեն է եղել, գլխավոր դերակատարներից մեկն է եղել։ Այսինքն թշնամին ուզում է, որ իր հետ պայմանավորված պատերազմ տանուլ տված մարդը մնա, որ մնացածը խաղաղ պայմաններով տանուլ տան։ Բայց այդ մարդու տերը, ասինքն Հայաստանի տերը դեռ մնացել է Ռուսաստանը։ Այսինքն Ալիևի ցանկությամբ է Նիկոլը մնացել իշխանության եւ խաղաղ պայմաններում զիջում է ամեն ինչ, այն ինչ որ պետք է Ալիևը պատերազմում Ալիևին չհաջողվեց ստանալ, հիմա ստանում է խաղաղ ճանապարհով։ Հասկանում եք, սա աշխարհում չլսված դեպք է, երբ որ պարտված ղեկավարը մնում է եւ շարունակում է զիջել։ Այսինքն ոչ թե փորձում է ռեստարտ, այսինքն շուռ գալ, ուժեղացնել կամ չգիտեմ, հասկանում եք։ Մնա պարտված ղեկավարը ու շարունակ զիջումներ անի։ Սենց բան չի եղել։ Ղեկավարը փոխվում է, գալիս է նոր մարդ, նոր մոտեցումներ, չէ՞։ Տնտեսության մեջ, հարկային քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ, արտաքին հարաբերություններում նոր դաշնակիցներ, ներդրում անողներ, հասկանում եք, նոր զենք, ամեն ինչ նորացնում է, որ կարողանա այդ թշնամին դե որ չի հասցրել ամբողջությամբ կուլ տալ, ինքը մեկ է շարունակելու է, որ հետո կարողանա դիմանալ։ Բայց մեր մոտ հակառակն է գնում։ Այսինքն մենք պարտվել ենք, պարտվելուց հետո հարկային քաղաքականությունով խեղդում է ժողովրդին, նոր դաշնակիցներ ձեռք չի բերում, հնի հետ հարաբերությունները այսինքն Ռուսաստանի հետ թվացյալ ցույց է տալիս, որ մենք հարաբերությունները փչացնում ենք Ռուսաստանի հետ, բայց իրականում այդ ամեն ինչը պայմանավորված է, որ հայ ժողովուրդը չիմանա ինչ անի։ Այսինքն եւ տնտեսությունը, եւ բանակը, եւ անվտանգային համակարգը խոցում է, անդադ թուլացնում է։ Եթե ուշադիր նայեք, մեր դաշնակիցների, այսինքն փոփոխություն չկա, մենք նորից հապկի մեջ ենք, հապկի եղած ժողովուրդ պետությունների հետ
ձևականը սկսվում է հակամարտություն, լեզվակռիվ, Լուկաշենկոն կլինի, ֆլանը կլինի, ֆստանը կլինի, արդեն Պուտինը կլինի, հասկանում եք, որ հետո դրանք էլ դուրը փագեն, դու մնաս մենակ։ Այսինքն սա սարքած է։ Սա ում սրտով է, իհարկե Ալիևի, որ ինքը վերջնական կարողանա կուլ տալ Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ինչի համար է մնացել պարտված ղեկավարը։ Էլ եմ ասում, ինքը մնացել է մեր երկիրը նայող, այսինքն Կրեմլի, Ռուսաստանի, ասել թե Պուտինի կամքով, բայց Ալիևի խնդրանքով, որովհետև մարտի դաշտում զիջածը խաղաղ պայմաններում էլ կզիջի, որովհետև ինքն արդեն իսկ այդ պայմանավորության մեջ է, ինքը ուրիշ բան անել չի էլ կարող։ Հասկանում եք։ Այ փորձեք ուսումնասիրեք, ցանկացած պատերազմներից հետո ղեկավարները մնացել են նույնը, կամ եթե մնացել են զիջումները շարունակվել է։ Աշխարհի երեսից պետություններն այդպես են վերանում։ Հասկանում եք, դիկտատուրա է մտցնում ժողովրդի մեջ, ազատ խոսքի, մարդը հայտարարություն է անում, այդ հայտարարության հիման վրա ինչ-որ մեկին տանում են, նստեցնում են։ Նիկոլի հանցանքների մասին բազմաթիվ մարդիկ հայտարարություններ են արել։ Բազմաթիվ։ Նիկոլի հանցանքների մասին այնքան հայտարարություններ կա, բայց Նիկոլին չեն տանում նստեցնում։ Բայց մի հատ չելած տերդեր ասեն, կարող ասի, այս ինչ մի տերդերն ինձ ասավ գնա ցույցի, այդ մարդուն։ Է կարող է զրպարտանք է, կարող է իվից կապես այդպես է, առանց քննչական գործողությունների մարդուն չեն կալանավորում։ Ճշտես, տեսնես ճիշտ է թե չէ։ Հիմա եթե ես ասեմ Նիկոլ Փաշինյանը մարդասպան է, վաղը Նիկոլ Փաշինյանին կկալանավորեն։ Մինչև չստուգեն, դες կարող է զրպարտում են։ Իրականությունն եմ ասում, հասկանում եք։ Բայց Նիկոլ Փաշինյանի հանցանքները երևում է, չէ՞։ Առերևույթ է։ Մարդը անգամ հասել է մանուկների ուղեղին։ Ինքը բռնանում է անգամ մանուկների վրա, ասում Արարատ, մի խոսեք, մի նկարեք։ Հասկանում եք, երեխեն, որ անչափահասը, որ մարդ է սպանում, անգամ իրան չեն դատապարտում, որտեղ ինքը անչափահաս է։ Բայց ինքը իրեն թույլ է տալի, որ ազդի անչափահասի ուղեղի վրա բռնանա, ոչ թե խաղաղ մեթոդով, բռնանա։ Հասկանում եք, ասես դիկտատուրա, ֆաշիստական Գերմանիայում չի եղել սկի։ Խորհրդային Միությունում չի եղել այսպիսի դիկտատուրա։ Հասկանում եք։ Ու ով մի հատ փսլնքոտ Նիկոլ։ Եվ ինչու է սա անում, որտեղ ինքը ունի հովանավոր։ Մի փսլնքոտ Ալիևի առաջարկով Պուտինը միջև վերջ պահել է։ Հասկանում եք։ Եվ որևիցե պուտինական չի կարող պուտինական Նիկոլի դեմ շոր խաղեր տա։ Ցույց կտան, բայց իրականությանը չի համապատասխանի։ Տեսեք, մարդիկ են հավաքում փողոցում Պուտինի ձևով շարժումը, մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ, որ ասենք, եթե դա լուրջ ընդդիմությունը հավաքեր, հիմա Նիկոլը փախել էր արդեն։ Եթե զուտ մաքուր ազգային գիտակցություն ունեցող ընդդիմությունը հավաքի, ասենք 30, 40, 50 կամ 100,000 մարդ, դրանք կարողանում են հավաքել։ Նիկոլը մի վախից փախել է, դրանք էլ էին փախել։ Բայց Նիկոլը չի փախնում, որովհետև դա ի պաշտպանություն իրեն է, իրենք այդ հարտակը զբաղեցնում են, որովհետև Ռուսաստանի մոտ ծանր վիճակ է, որ հանգարց ազգային ուժերը չգան ու այդ հարտակը չգրավեն ու եւ նախկիններին եւ ներկաներին չմեկուսացնեն, չեզոքացնեն, պատասխանատվության ենթարկեն։ Այս ամեն ինչը կատարվում է թշնամի երկրի ցանկությամբ։ Այսինքն Ալիևի ցանկությամբ Նիկոլը պատերազմից հետո սցենարով գրված պատերազմից հետո սցենարով Հայաստանը կործանում է։ Չխոսել ինքնությունից, չխոսել պատմությունից, չխոսել ցեղասպանությունից, ոչ մի բանից չխոսել։ Պատգամավորներն էլ արդեն զգում են, որ սխալ են արել, որ ասում են ուրանում ենք ցեղասպանությունը, ասում են որ մի հայը, քպական պատգամավորը գուրանա ցեղասպանությունը։ Ուղղակի այդ մասին չեն խոսում։ Եվ այսինքն ձեր մեջ թաղում եք, կուլ եք տալի այդ ողբերգությունը, որ դառնաք անիկնասեր։ Հիմա ճանաչեք ԿՊ-ին ու Նիկոլին, թե իրենք ինչու են պատերազմից, պարտված պատերազմից հետո մնացել իշխանության։ Եվ ինչու ենք մենք անդադ զիջում, անմդրել խաղաղություն։ Ասում են մենք չենք զինվում, որովհետև խաղաղություն է, Ալիևը զինվում է, ասում է պատրաստվեք պատերազմի։ Հիմա տեսեք սրանց խոսքերն իրար բռնում է թե չէ։ Հələ տեսեք, բռնում է Ալիևի ու Նիկոլի ծրագիրը, խաղաղության երկուսով են գնում։
Այսինքն սա խաղաղություն չէ, ինքը մեզ քնեցնում է, ալևը զինվում է, որ ակնթարթում, մեկ ակնթարթում ոչնչացնի եւ աշխարհին բողոքող չլինի։ Բրձնեն։ Ասեն իրենք էին ուզում դառնան արևմտյան Ադրբեջան։ Սա է նպատակը։ Ստապ եղեք։